Տիկնայք եւ պարոնայք, պատիվն ունեմ ներկայացնելու Համահայկական բանկի էությունը եւ ռազմավարական ուղղությունները։ Համահայկական բանկը Հայաստանում մի նոր տեսակի ֆինանսական կառույց է։ Բանկի նպատակն է ֆինանսավորել արտահանմանը միտված Հայաստանի միջին չափի ձեռնարկությունների երկարաժամկետ ներդրումները։ Ֆինանսական գործընթացը իրականացվում է զուտ շուկայական կանոններով եւ բանկը չի ընդունում պետական պատվերներ։ Հիմնադրվելով Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ, Համահայկական բանկի գործունեությունը եւ ինքնուրույնությունը սահմանված է Համահայկական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, որը մի քանի վերանայումով վերջնականապես ընդունվեց 2011 թվականի հունիսին։ Համահայկական բանկը կանոնակարգվում է Հայաստանի կենտրոնական բանկի կողմից։ Բանկի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2011 թվականի սեպտեմբեր 7-ին, որին ներկա էին Հանրապետության նախագահը, Կենտրոնական բանկի նախագահը, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների, առևտրային բանկերի ու մասնավոր ձեռնարկությունների ղեկավարները։ Որպես զարգացման բանկ, Համահայկական բանկը արմատապես տարբերվում է առևտրային բանկերից։ Այն չի սպասարկում հաշիվներ կամ վարկային քարտեր, չի ընդունում ավանդներ, չի տրամադրում կարճաժամկետ կամ իպոթեկային վարկեր, ինչպես նաև չի տրամադրում վարկեր ֆիզիկական անձանց։ Համահայկական բանկն իր միջոցները հավաքագրում է միջազգային ֆինանսական կազմակերպություններից եւ զարգացմանն ուղղված մասնավոր աղբյուրներից։ Խոր վերլուծությունների հիման վրա բանկը տրամադրում է երկարատև մինչև 10 տարի ժամկետով վարկեր միջին չափի այն ձեռնարկություններին, որոնց համար էապես երկարատև միջոցներ երկրում հասանելի չեն։ Այսպիսով, Համահայկական բանկը չի մրցակցում առևտրային բանկերի հետ։ Ընդհակառակը, Համահայկական բանկն իր ուղղակի վարկային գործունեությունից բացի համագործակցում է նրանց հետ, առաջարկելով ձեռնարկություններին համատեղ ֆինանսավորման փաթեթներ, որտեղ համեմատաբար կարճաժամկետ եւ շրջանառու կապիտալի պահանջները բավարարվում են առևտրային բանկերի միջոցներով, իսկ համեմատաբար երկարաժամկետ կապիտալ ներդրումները Համահայկական բանկի միջոցներով։ Համահայկական բանկի հաճախորդներ կարող են լինել Հայաստանի Հանրապետությունում գրանցված եւ գործող, այդ թվում նաեւ օտարերկրյա կապիտալով միջին չափի մասնավոր այն ձեռնարկությունները, որոնք ունեն մրցունակ արտադրանք կամ ծառայություն, ֆինանսական եւ վարկային դրական պատմություն, պատշաճ մշակված գործարար ծրագիր, ինչպես նաեւ հմուտ, ուժեղ եւ հաջողած կառավարման անձնակազմ։ Այն ձեռնարկությունները, որոնք դեռևս լիովին չեն բավարարում Համահայկական բանկի չափանիշներին, նույնպես կարող են դառնալ բանկի հաճախորդ, եթե դրսևորեն անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու հստակ պատրաստակամություն եւ վճռականություն։ Համահայկական բանկը չի ֆինանսավորում այն ձեռնարկություններին, որոնք պատկանում են պետական պաշտոնյաներին եւ նրանց հետ փոխկապակցված անձանց, կամ որտեղ նրանք հանդիսանում են կառավարող եւ կամ վերահսկող կողմ։ Համահայկական բանկի գործունեության առաջիկա տարիներն ուղղված են բարձրորակ վարկային պորտֆելի ձևավորմանը, որի համար հիմնականում օգտագործվում է բանկի նախնական կապիտալը։ Որակյալ վարկային պորտֆելի ձևավորմամբ կհաջողի ապահովել վստահության բարձր մակարդակ։ Դա այնուհետև թույլ կտա ներգրավել նոր ֆինանսական միջոցներ, նախնառաջ միջազգային ֆինանսական կազմակերպություններից, սկզբում վարկի, ապա նաև կապիտալի համալրման միջոցով։ Այնուհետև, երբ բանկը կհաստատի իր վարկարժանությունը, արժեթղթերի թողարկման միջոցով հնարավոր կլինի գործող ֆինանսական շուկաներում հավաքագրել լրացուցիչ ֆինանսական միջոցներ։ Արժեթղթերի տեղաբաշխումը թույլ կտա այն անհատներին, ովքեր չեն կարող Հայաստանում ուղղակիորեն ներդրումներ կատարել, օրինակ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, այս կերպ մասնակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Համահայկական բանկն այսօր արդեն համալրված է հմուտ եւ փորձառու մասնագետներով եւ կատարում է իր առաքելությունը։ Վարկավորման գործընթացներն ընթանում են ըստ Համահայկական բանկի բարձր չափանիշների եւ բանկի կողմից որդեգրված բարձրարժեք բարոյական սկզբունքների։ Ներկայում ուսումնասիրման եւ ֆինանսավորման փուլերում են մի շարք ձեռնարկություններ, որոնք գործում են ներգնա տուրիզմի, տպագրության,
գյուղմթերքի վերամշակման, ձկնաբուծության, ինչպես նաև դեղերի, հանքային ջրերի, կենցաղային եւ որոշ արդյունաբերական ապրանքների արտադրության եւ արտահանման ոլորտներում։ Այսպիսով, միջազգային հաջողած փորձերի օրինակներով Համահայկական բանկը ձգտում է Հայաստանում ստեղծել կոմպետենտ, արդար ու ազատ երկարատև ներդրումների ֆինանսավորման մի նոր մշակույթ ձեռնարկությունների զարգացման համար։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։